Գացածնող երեխային ասում է փողոցում օդար մարդու հետ մի շփվի, դաժե կանֆետը մի վերցրա, ոչ մի առնչություն մի ունեցի, ապահով փողոցն անցի, իսկ ինքը առանց մերը կողը նստած թույլ տվություն հարցնելու երեխի հետ է սկսում բանավեճը եւ խորացնում է։ Եվ խորացնում է եւ կողն էլ մի հատ խոհե մարդ չկա, որ ասի թարգի, էսի այդ տեղը չի։ Նախ կասեմ, որ պատերազմը վախացնելը ուղղակի շանտաժ է ժողովրդին, որը իրավունքը հաստատ չունեն իրանք, հաստատ չունեն։ Ու երևի մեկ էլ մտածում, որ խոսալու ուրիշ թեմա չունեն, երևի ժողովրդին վախացնում է ուղղակի պատերազմը, որովհետև ուրիշ բան այսօր 21 թվին Պողպատե մուրճից էին խոսում, Պողպատե չգիտեմ ինչից էին խոսում, մանդատից էին խոսում, որով ժողովուրդը էլի լցված մտածում էր, որ ինչ-որ բաներ կան։ Հիմա խոսալու իրանք նյութ չունեն, թեմա չունեն, միակ բանը, որ ուզում են վախացնեն ուղղակի ժողովրդին, վախացնեն ուղղակի խոսալու նյութ խաղաղություն են ասում, այդ իրականում շանտաժ են անում ժողովրդին, որ վախենալով որոշ մարդիկ, որոնք չեն հասկանում ինչա կատարվում, ուղղակի գնան իրանց ընտրեն։ Եվ երբ որ հակառակորդը դիրքային բարելավում է ունենում, մենք կրակոցների մասին չենք լսում, տեղեկություն չի տրվում, բայց դիրքային բարելավում է ունենում, սա ինչ է, սա պատերազմի նախապատրաստություն չէ։ Նշանակ պատերազմի նախապատրաստություն է Մեր թուլացումն է։ Մեր մեջքն է թուլանում, ինչ է, որտեղ երբ ցանկանան էլի գկան, ոչ մի խոչընդոտ չունեն, իրանք են որոշում գան թե չգան, այ դա է խնդիրը։ Մինչև մենք ուժեղ չլինենք, խաղաղություն չի կարող լինի։ Թույլ մարդու հետ ով է խաղաղություն ունենում։ Եթե մարդը թույլ է, ինչ ուզեն կար, մի բան ուզենանք, ասեն ստիպելով պետք է ուժեղ լինի, որ չվախենան այդ մարդու խաղաղությունը։ Պատունեք, որ հիմա ըստ էության սողացող պատերազմի մեջ են։ Հիմա մեր քարը չեմ կարծում, որ մենք թույլ ենք, ուղղակի մեզ տենց են քարոզում, մարդկանց վախացնում են ուղղակի, որ մենք թույլ ենք, էսենք, ենենք, sense բաներ։ Կներեք։ Դե ասել են նորից իրա խոսքերն է։ Ասում էր տարին 12 ամիս այդ սարը ձուն է, մեզի պետք է սա բարձունքները տվեց, Հայաստանը դիտակետման տակ է արդեն։ Էլը մի եթե պայքարել է որն է։ Չէ, ամենաճիշտ բանն եմ ասում։ Իմաստությունեցիկը որ ասում ես դիրքը տվիր, դիրքը տվիր, բայց դու ոնց ես պաշտպանվելու։ Բայց այսօր մասին էր ասում։ Բայց ինքը ասում էր մեզի պետք չի, դաժե Զանգելյանը 30 կիլոմետր հետ բերեց Վափանի կողը։ Ասում էր Վաղարշա Գարուցյանին ես բան եմ արել։ Ես եմ հրամանատվը, որ հետ գան այդտեղի, ավաշուտ լերցնեն այդ Վափանը կամ ասենք այն մնացած Սյունիքը։ Դուք անհետ կորածի հայր եք, ես տեսնում եմ, որ քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը օրինակ խոնարհվում է զոհվածի տատի առաջ հարգանք է ցույց տալիս անհետ կորածի ծնողի նկատմամբ, դա տեսախցիկների առաջ։ Ուզում եմ ռեալ իմանալ իրականությունը, ինչպես է պետությունը օրինակ այս ժամանակահատվածում ձեր կողքին ինչպես է եղել, ինչ մեխանիզմներով է եղել, ինչ քայլեր է արել առհասարակ նաև ձեր ոչ միայն ձեր որդու որոնողական աշխատանքների հետ կապված, այլև ձեր սոցիալական խնդիրների հետ կապված, հա։ Ոչ մի բան էլ հիմա չի մտածում, մի վաղ որ ասում ես ճիշտ է, այն որ տաք էր, ասենք նոր էր պատերազմը, այդ վաղ մի քանի ամիսը եթե ընդունում էին, հյուրասիրում էին, թե վայ ծնողները, իսկ մի մոռացել են։ Էլի նույն են ծնողն են։ Դե մի ասմին դարեք, տեղ տանք նստեք, բան, չէ։ Նկատի ունի, որ Աննա Հակոբյանը մայրերին երևի չէ, ընդունում է դա նկատի։ Բեմադրություն։ Էդ էր կամ ասենք ընդունում էին, բայց մի ոչ մի չեն ընդունում։ Դե ճիշտ եմ հիշում, դուք թղթերի հետ կապված էլ չէ, խնդիր ունեիք, ես այդպես եմ հիշում, ինչ որ թղթեր, փաստաթղթերի դա էլ ներկա։ Այո, դե մի ասենք մինչև ես ասենք իմ երեխուն չեմ ճանաչան այդ կորած։ Դատանով չեմ ճանաչել ու 6 տարի անց է ոչ մի հատ սոցիալական Այսինքն ձեզ մասունք են ցույց տվել, դուք հրաժարվել եք։ Սաղ իրանց հեքիաթներն իմ երեխեն ման զովերերը վանչել անայտ է։ Ես օրվանից սաղ տեղակ են, գիտեն իմ երեխու պատմությունը։ Այսինքն տեսանյութ են ձեզ ումար։ Հա, դե էդի կա, լրիվ ամեն ինչ այնքան փաստեր ունեն, որ էլ չասած։ Այսինքն դուք մտածում եք, որ գերեվարված է։ Այո, իրանք հազներ են, ու չեն ուզում պարզեն։ Ինչ որ բան էիք ասում։ Եվրոդադարանի միջնորդություն էլ կա իմ տղայի։
Մենք դադը շահած ենք, որ գերի հեկտար է սմարտում եւ իրա նման էլի մի 30 քանի հոգու ներող Տիգրան իմ տղեն, բայց ոչ մի արձագանք չկա հագարագորտից, իրանք էլ բերանները ձգի նման ջուր առած նստած են, իսկ 6 տարի անց է, ով է գարանտիա տալիս, հա տարել են, բա ուր է այդ մարդը, ինչ են արել, ումից ենք ուզում, իրանք մեր հետ գիտեք երբ են շփվում, քուր ջան, երբ որ մենք ենք գալիս իրանց դուրը ծեծում, իրանք մեզնով երբեք էլ չեն հետաքրքրվում։ Ես Երեխեքով են հետաքրքրվում։ ներողություն եմ խնդրում են արտահայտությունների համար, որ կհնչեցնեմ, բայց սա քաղաքական դիսկուրսում է։ Ինչպես եք վերաբերում նրան, որ օրինակ տեսնում եք տժժացող իշխանավորների, որոնց վրա այս ամեն ինչի պատասխանատվությունն է առնվազն։ Ինֆակտ եմ ապրում։ Չենք էլ ուզում Լալու բանը իրանք խնդում են, ինչի վրա են ապրում, ուրախանալու առիթ ունեն, դե թող ազգովի ուրախանան, եթե ունեն։ Բան չեմ բարձում, մի հատ էլ իրանք ուրախանում են։ Կանում են ինչ որ ինքը իր գրքի մեջ է գրել։ Մեր լրագրողը շատ լավ ասաց, տժացող ինչ որ այս ողբի վրա խրախճ են։ Նույնը հենց հիմա ինքը անում են ինչ որ, այսինքն ինքը անում են ինչ որ 10 տարի առաջ էր այդ գիրքը գրել։ Ամեն ինչի վրա տժում են իրանք։ Առնց ամաչել։ Մի բան, եթե ֆարսի վրա է կառուցված, դենց էլ պետք է լինի։